Քեզանից հետո հեռուստասերիալը շարունակում է իր հաղթարշավը յուրաքանչյուր օր, բազմահազար հետևորդներ դիտում ու քննարկում են հեռուստասերիալը։ Այս հեռուստասերիալը դարձել է հայկական սերիալ արտադրության ամենառեյթինգային նախագծերից մեկը։ Այն քիչ հեռուստասերիալներից է, որտեղ հնարավոր չէ բացասական մեկնաբանություններ գտնել հեռուստադիտողների կողմից։ Հեռուստասերիալում, ինչպես արդեն հայտնի է, իր մասնակցությունն է բերել նաև սիրված ու տաղանդավոր դերասան Մովսես Երեմյանն, ով 2018 թվականից ընտանիքի հետ մշտական բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում և տևական ժամանակ է, ինչ չէր նկարահանվում հեռուստատեսային նախագծերում։ Չնայած ժամանակին, Մովսես Երեմյանն ամենաքննարկվող մեդիա դեմքերից էր, և նրա վերադարձը հեռուստաէկրաններ հեռուստադիտողների կողմից բուռն ընդունվեց։ Տեղեկացնենք նաև, որ 2018-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս աշխարհ եկավ զույգի առաջնեկը Անրին։ Մովսես Երեմյանի կյանքը ամենաքննարկվողներից էր։ Վերջին շրջանում տեղեկություններ էին տարածվել, որ դերասանն ու կինն ամուսնալուծվել են, բայց շաբաթներ առաջ դերասանն ու կինը հրապարակեցին տեսանյութեր ու լուսանկարներ, որոնցից պարզ դարձավ, որ նրանք միասին են։ Նրանք սկզբնական շրջանում ուղղակի ընկերություն էին անում, հետո հասկացան, որ միմյանց հանդեպ անտարբեր չեն։ Զգացմունքն այնքան մեծ էր, որ որոշեցին ամուսնանալ։ Ուսումը շարունակելու համար Աննան դարձյալ մեկնել էր Միացյալ Նահանգներ, վերադարձին հաջորդեց նշանադրությունը, այնուհետև հարսանիքը։ Աննան Բրավո AM-ին տված հարցազրույցում նշել էր, որ Խանդի տեսարաններ իրենց միջև երբեք չեն լինում, շատ են վստահում նրան։ Հեռավորությունն ավելի մեծ փորձություն էր մեզ համար, որը հաղթահարեցինք միմյանց, շատ լավ ենք հասկանում, ինչին Մովսես Երեմյանն ավելացրել էր միմյանց կորցնելու վախ միշտ և կլինի միշտ։ Այո, մեր սերը փորձությունների միջով է անցել ու դեռ կանցնի, չէ՞ որ կյանքն ինքնին փորձություն է։ Դերասանին այն հարցին, թե ինչ հանգամանքներ է հաշվի առնում, որ որոշում է նկարահանվել այս կամ այն ֆիլմում ու սերիալում, նա պատասխանել է. «Ինձ համար կարևորն այն է, թե ինչ կերպար են ինձ առաջարկում, որքանով կարող եմ ինձ գտնել դրա մեջ, հաշվի եմ առնում նաև այն փաստը, որ աշխատակազմը լինի պրոֆեսիոնալ։ Իսկ սերիալում ամենահետաքրքիր զարգացումներն են տեղի ունենում։ Ամենասպասվածներից մեկը վերջապես եկավ։ Ռոբն ու Էվան խոստովանեցին, որ սիրում են միմյանց։ Նրանց հարաբերությունը երկար ժամանակ կառուցվում էր լուռ, թաքուն հայացքների ու անպատասխան հարցերի վրա։ Եվ ահա այդ լարվածության գագաթնակետին նրանք վերջապես բարձրաձայնեցին այն, ինչի մասին մտածում էին երկուսն էլ։ Էվան երկար ժամանակ տանջվում էր մտքով, որ իր սրտի հիվանդությունը կարող էր խոչընդոտ դառնալ։ Նրա վախը շատ մարդկային էր։ Նա հավատում էր, որ երբ Ռոբն իմանա ճշմարտությունը, նա կվախենա դժվարություններից ու կհեռանա։ Էվայի ներսում այս երկմտանքը այնքան խորն էր, որ նույնիսկ երբեմն մտածում էր՝ արժե՞ արդյոք սիրու համար բացվել։ Բայց Ռոբը բոլոր սպասելիքները կոտրեց։ Նա ոչ միայն չհեռացավ, այլև իր քայլով ապացուցեց, որ սերն ուժեղ է ցանկացած խոչընդոտից։ Ռոբը երկար ժամանակ պատրաստվում էր հետաքրքիր անակնկալ, որպեսզի ցույց տա իր զգացմունքները լուրջ են ու անկեղծ։ Նա կազմակերպեց մի ուշագրավ հանդիպում։ Այս անակնկալը հուզեց Էվային և ցրեց նրա բոլոր կասկածները։ Հենց այդ պահին նա հասկացավ, որ Ռոբի կողքին կարող է իրեն վստահ ու սիրելի զգալ, անկախ իր հիվանդությունից։ Սա սերիալի ամենահուզիչ ու ռոմանտիկ պահերից մեկն է, որովհետև առաջին անգամ հերոսները կանգնեցին ճշմարտության առաջ ու բարձրաձայնեցին իրենց զգացմունքները։ Այդ խոստովանությունից հետո նրանց հարաբերությունները մտնում են նոր փուլ, արդեն ոչ թե վախի ու կասկածի, այլ հավատքի ու փոխադարձ վստահության վրա։ Հեռուստադիտողները վստահ են, որ Ռոբի այս քայլը կդառնա սերիալի կարևոր շրջադարձային պահերից, չէ՞ որ սիրո խոստովանությունից հետո նրանց սպասվում են նոր փորձություններ, թե արտաքին վտանգներ, թե ներքին պայքարներ, բայց ամենակարևորը՝ նրանք միասին են։ Իսկ թե ինչ գաղտնիքներ ու հետաքրքիր իրադարձություններ տեղի կունենան հեռուստասերիալի հետագա զարգացումներին,
կիմանանք ընդամենը ժամեր անց, այդ պատճառով անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ անպայման գրեք, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Հեռուստադիտողներն ուղղակի խոսքեր չեն գտնում հեռուստասերիալի մասին իրենց տպավորություններն արտահայտելու, քանի որ համարում են վերջին շրջանում ամենաստացված հեռուստասերիալներից մեկը, որտեղ հեռուստադիտողներն ուղղակի յուրաքանչյուր վայրկյանը ոչ թե դիտում, այլ վայելում են և կարիք չկա, որպեսզի հեռուստասերիալն ավելի արագացված տեմպերով նայեն։ Եվ իհարկե հեռուստասերիալը կարևորը սիրո ու ընկերության մասին է, ընկերություն, որը դիմակայում է բոլոր փորձություններին, անկախ արտաքին թե ներքին։ Իսկ թե ինչ տեղի կունենա հեռուստասերիալի հետագա սերիաներում, բաց չթողնեք հեռուստասերիալի հերթական սերիան, որը լինելու է էլ ավելի հուզիչ, էլ ավելի ինտրիգային և էլ ավելի դիտարժան։ Դե ինչ, գրեք ձեր կարծիքներն ու սպասեք նոր զարգացումների, որոնք հաստատ շատ չեն ուշանա։